Հոկտեմբերի 3-ին լունապարկում ամերիկանսկի գորկի կոչվող կարուսելի պոկվելու հետևանքով վնասվածքներ են ստացել Ամեկ+ հեռուստաընկերության տնօրենն ու նրա թոռնիկը։ Առաջի բուժօգնություն են ստացել ոչ իրենց կողմից կազմակերպված, այլ ես ինքս թոռնիկիս վերցրեցի եւ գնացինք միանգամից մեր ընտանեկան բժիշկի մոտ։ Մինչեւ հիմա էլ ես դեռ վատ եմ ման գալիս եւ ունեմ ցավեր։ Մեսրոբ Մովսեսյանը ոչ այնքան զարյացրել է դեպքից հետո լունապարկի աշխատակիցների անտարբեր վերաբերմունքը, այլ դեպքի վերաբերյալ տնօրեն Սուրեն Գուլիմբարյանի հայտարարությունը, թե նման բան չի եղել։ Իմ որոշումը առաջի հենց դեպքից հետո եղել էր նա, որ ես մյուս օրը պետքա գնամ հորդորեմ տնօրինությանը լունապարկի, որ դեմոնտաժ արվի այդ ահռելի վիճակում, սարսափելի վիճակում գտնվող ատրակցիոնը, որը կարող է հաստատ կյանք խլել երեխաներից։ Բայց լկտիությունը ստիպեց, որ ես այսօր խոսեմ բոլորի առջև։ Ես խնդրում եմ, հեռու մնացեք լունապարկից։ Արդյոք դեպքի օրը լունապարկի ատրակցիոնները ենթարկվել են ստուգման եւ ինչու են շահագործվում ոչ սարքին ատրակցիոններ, վտանգելով քաղաքացիների կյանքը։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար այգի գնացած մեր նկարանող խմբին ահա այսպես դիմավորեցին։ Ես ունեմ դրել զապիսները։ Բերելու եմ կողքը մեծ գրողի աշկը։ Դղաջան, լսի գլուխը ցամաք ու հետո։ Մինը կարում։ Հասկացարի դա։ Ես քեզասը մինը կարում։ Տնօրենը պնդում է, որ իրենք ունեն տեսագրություն, որտեղ իբր երևում է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը ու որևէ մեկը վնասվածք չի ստացել։ Անջատի կամերան։ Նստեք, ես ցույց տամ, հա ինչ ա եղել։ Քանի որ Ամեկ+-ը հրաժարվեց անջատել տեսախցիկը, տնօրենն այդպես էլ ցույց չտվեց տեսագրությունը։ Մեսրոբ Մովսեսյանը տնօրենության նման վերաբերմունքը բացատրում է մարդկանց կյանքը վտանգելու գնով հաճախորդներ չկորցնելու ցանկությամբ։ Այն վիճակը, որում գտնվում էր այդ ատրակցիոնը, բոլորի համար պարզ է։ Ով էլ հենց հիմա գնա օգտվի այդ ատրակցիոնից, միանգամից կհասկանա, որ դա մահի հետ խաղ է, որտեվ չի կարելի այդ բարձր արագության մեջ այդպիսի վիճակում պահել սարքավորումները։ Ես գտնում եմ, որ տնօրինությունը մտածելու լիքը բան ունի, հայտարարություն անելուց առաջ պետք է երևի մի քիչ ուղեղով մտածեր, ինչ հայտարարություն է անում։ Իդեպ դեպքի մասին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ԶԼՄ-ների հրապարակումներից է տեղեկացել։ Լրագրողների հարցումից հետո մենք զանգահարել ենք լունապարկի տնօրենին, քանի որ մեզ ահազանգ չի ստացվել։ Լունապարկի տնօրենը փորձագետի հետ զրույցում հերքել է, որ նման դեպք է եղել։ Հերքելով հանդերձ օրվա վերջում լունապարկի տնօրենությունը պարզաբանում տարածեց, թե տեղի է ունեցել կարուսելի դետալներից մեկի խափանում։ Այսպիսով հաստատեց Ամեկ+-ի տեղեկատվությունը, որը առավոտվանից փորձում էր հավաստի չհամարել։